Անիվ, այսպես է կոչվում այն պարզագույն հարմարանքը, որն ի հայտ է եկել բրոնզե դարաշրջանում։ Մարդիկ անընդհատ գործ ունենալով գերանների հետ պատահաբար հասկացան, որ դրանք ունեն գլորվելու հատկություն եւ կարող են ինքնուրույն անցնել որոշակի տարածություն։ Իսկ եթե այդ նույն գերանների վրա դնել լրացուցիչ բեռ, հետո գլորել, աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա մի քանի անգամ։ Անիվի նախատիպը այսպիսով դառնում է գերանը։ Բայց այն շատ անհարմար էր շարժելիս, դրա համար էլ կենտրոնում բացեցին անցք, իսկ մակերեսն էլ բաժանեցին մի քանի մասի։ Այդ տեսքով Անիվը թեթևացավ ու գլորվելով եկավ հասավ Քրիստոսից առաջ 1500 թվական։ Հենց այդ դարաշրջանում շրջանագծի կենտրոնը եզրերին միացնող փայտե ճյուղերը փոխարինեցին մետաղե ճաղերով։ Որպեսզի Անիվի ընթացքը լինի առավել սահուն եւ փափուկ, այն պատեցին կաշվով եւ ընդամենը 3000 տարի առաջ փայտե շրջանակներն իրենց տեղը զիջեցին երկաթե շրջանակներին։ Դրանց կյանքը բավական երկար տևեց, այն լայնորեն սկսեցին օգտագործել տարբեր ոլորտներում։ Դե իսկ փարավոնների կարգերի շնորհիվ Անիվի համբավը տարածվեց ամբողջ աշխարհում։ 1888 թվականին շոտլանդացի անասնաբույժ Ջոն Բոյդ Դանլոփը, որը սիրում էր հետևել, թե ինչպես է տղան հեծանիվ քշում, նկատեց, որ մետաղական կոնստրուկցիայով անիվն աղմուկ է բարձրացնում, իսկ երբ անցնում է այգին ջրելու համար նախատեսված ռետինե խողովակի վրայով, աղմուկը դադարում է։ Այս փաստը չվրիպեց հոգատար հայրիկի հայացքից եւ միանգամից ծնունդ տվեց հանճարեղ մի գաղափարի։ Պետք էր պարզապես անիվի մետաղյա շրջանակն անցկացնել ռետինե խողովակի միջով։ Դանլոփին հաջողվեց ստանալ անվադողի առաջին նմուշը, որը տարիների ընթացքում վերամշակվեց, բայց էությունը մնաց նույնը։ Նույն 1888 թվականին Դանլոփն արտոնագրեց իր գյուտը եւ թողնելով անասնաբուժությունը սկսեց զբաղվել անվադողերի արտադրությամբ։ Դե իսկ իր ստեղծած Դանլոփ ընկերությունը մինչև այսօր համարվում է անվադողեր ստեղծող ամենախոշոր ընկերությունն աշխարհում։